Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ես եմ եւ այսօր խոսելու ենք հոգեբանությունից։ Ընդհանուր առմամբ այն ամենը, ինչ կատարվում է ներկայիս իրավիճակում եւ հիմնականում ցանկանում շեշտը դնել պատանիների վարքագծի վրա, թերևս թե ինչու դարձանք այսպեսին, թե ինչու հասանք այս օրին, գուցե բացատրություն տա մեզ հոգեբան Իրինա Ծատուրյանը։ Տիկին Ծատուրյան, շնորհակալ եմ կրկին մեզ հյուրընկալելու համար։ Շնորհակալ եմ կրկին հրավիրելու համար։ Մենք միայն ուրախ ենք ձեզ տեսնել, Տիկին Ծատուրյան, եւ թերևս միանգամից, այն ինչ կատարվում է վերջին շրջանում երիտասարդների կամ պատանիների շրջանում, նույնիսկ աղջիկներն են իրար ծեծում, ամաչում նույնիսկ այդ բառն ասել, բայց ծեծում են իրար, կողքից մեկ ուրիշը նկարում է եւ գցում է համացանց։ Այս վարքագիծը նախ սկսենք նայած ինչից է գալիս եւ հետո շարունակենք մնացածը ինչի է բերելու վերջապես։ Ես շատ շնորհակալ եմ, մենք երեխաների մասին էլի ունեցել ենք առիթ իրավունքում խոսելու, որը շատ կարևոր է եւ մեր մատաղ սերնդի մասին խոսելու թեմաները իրենք ունեն սկիզբ եւ իրենք անվերջ են եւ իրենք անընդհատ տեղ ունեն խոսելու, ինչի որովհետեւ ժամանակները փոխվում են եւ նաեւ խնդիրներն են փոխվում։ Առաջ օրինակ համար այդ բուլինգ կոչված իբրև խնդրեմ մենք չենք ունեցել։ Մենք ունեցել ենք այո տղաները կռիվ էին անում, իմիջիալուս կռիվաները հավասարի։ Դա բուլինգ չի համարում։ Տղաները էին կռիվ էին անում, էս էին անում, այն անում, բայց դա բուլինգ չէր։ Հիմա ինչի մասին որ դուք խոսեցիք, առաջինը ինչը որ գալիս է, այդ բուլինգ կոչվածն է, ինչա բուլինգ, երբ որ մեկը կամ մեկ խումբը իշխանություն են վերցնում, այսինքն ավելի ուզում են նվաստացնել իրենցից ավելի թույլին, չէ՞, դա կլինի տղաների մեջ, թե կլինի աղջիկների մեջ, ոնց որ դուք ասեցիք։ Դա այսօր ամենածանր թեմաներից մեկն է։ Մենք երբ որ ես եղել եմ ձեր մոտ, մենք խոսում էինք տարբեր ծնողների մասին, տարբեր դաստիարակության մասին, ուզում եմ մի քիչ մի փոքր նախ հիշեցնեմ եւ նաեւ ասեմ, որ մենք շարունակում ենք այդ խոսակցությունը, մենք խոսում ենք այն երեխաները, որոնք ունեն խնդիրներ եւ մենք խոսում ենք այն մայրերի մասին, որոնք մենակ են մեծացնում երեխաներին եւ ինչքան դա դժվար է, ասենք թե նրանք կարող է ամբողջ օր աշխատեն եւ այլն, որի հետեւանքով երեխան սկսում է ունենալ իր խնդիրները, բայց այսօր ես ուզում եմ խոսել բացարձակ ապահովված ծնողներ ունեցող այդ ընտանիքների մասին, որոնք սովորում են մեր վճարովի դպրոցներում, այսինքն իրենք չունեն ի տարբերություն մեր նախորդ թեմայի, իրենք չունեն սոցիալական խնդիրներ, իրենք չունեն ֆինանսական խնդիրներ, բայց ագրեսիան ինքը արդեն ստեղ նայում ես, եթե մենք այնտեղ բացատրությունները տեսնում ենք, որ երեխան տեսնում է, որ ասենք թե ինչ-որ մեկը լավ հեռախոս ունի, լավ բութաս ունի, իսկ ինքը դա չունի, դա կարող է պատճառ դառնա իր կռվարար լինելու եւ ապա ստեղի երեխաները այդ խնդիրները չունեն։ Բա ինչու՞մն է բանը, ինչ է տեղի ունենում, ինչի է այդ բոլոր բաները կատարվում։ Աշխատելով իհարկե, դե գիտեք, ինչը որ խոսում եմ, դա գալիս է պրակտիկ փորձից, ուրեմն տեսեք մի քանի կետեր կա, որի հետևանքով երեխան դառնում է ագրեսիվ։ Առաջինը, երբ որ ընտանիքում երկար բարակ սպասում են տղա, բայց անդադ ծնվում է աղջիկ։ Այդ աղջիկը, որը ծնվում է առաջինի դեպքում այդքան չէ, երկրորդը, երրորդը աղջիկներ են, եւ ծնողները չեն ասում Աստծուն փառք, Աստված մեզ ինչ նվիրեց, մենք դրանով էլ կբավարարվենք եւ շատ կուրախանանք։ Երեխային սկսում են մեծացնել մի տեսակ տղայաբարի, տալիս են տեկվանդոների, այդ մարտական արվեստների, ինչ որ սպորտան ուժային, այո, այդ ձևերին են տալիս, ավելի հագցնում են տղայական, դե հիմա առանց այդ էլ ունիսեքս մոդա է, տղա աղջիկ, մի քիչ այդքան էլ չի, բայց այնտեղ ընդգծված ավելի տղա են եւ տղաբարի են հագցնում եւ անընդհատ ասում են չթողնես որ որևէ մեկը քո վրա իշխի դե վերջ վերցնելա, հա, չակերտերով հայերեն խոսելով հանդերձ, իհարկե դա հայերեն չի, դե չթողնես մեկը էս անի, չթողնես մեկը այն անի, եւ նա փոխարենը ամենաճիշտ երեխաները չեն կարող առանց կոնֆլիկտների մեծանալ, հա,
կոնֆլիկտային իրավիճակները, դա իհարկե կոնֆլիկտոլոգիայից է, կոնֆլիկտով մեծանալով երեխան ինքը զարգանում է նաև, այսինքն մենք պետք է ուղղակի այդ կոնֆլիկտները կարողանանք մենեջմենտ անել, կառավարել, բայց տեղ ոչ թե կոնֆլիկտի մենեջմենտն է գալիս, ոչ թե կոնֆլիկտի կառավարությունն է գալիս ծնողներից մեկի այդ ով որ հետո դառնում է բուլորա կոչում, հա, որը սկսում է կռիվ անելը, նա ասում է գնա խփի, չթողնես որ քեզ որևէ մեկը մի բան ասի, այսինքն երեխայի մեջ զարգացնում է ավելի ագրեսիվ վարքագիծ եւ նա քանի որ նա արդեն ագրեսիվ վարքագծով մեծացած երեխա է, նա արդեն սկսում է փնտրել դասարանի թույլին, որի վրա նա կարող է ինքնահաստատվել եւ բանանել, այստեղ էլ ավարտելով, հա, այս պահը ուրեմն կա այն ով որ բուլինգ անում, այն ով որ բուլինգը դա ինքը իր վրա է դատարացում եւ ամենահետաքրքիրը երրորդ կողմն է դիտորդը այդ դիտորդը որը կարող է հեռախոսը ձեռքը լինի, որը կարող է հետո գցի ինտերնետ, որը կարող է ինչ որ բաներ անի եւ որին երբ որ հարցում ես բա դու ինչի խառնվեցիր ասում է դա ինչ գործն է, այսինքն եթե առաջ մենք տեսնում էինք միտումը չէ դա մարդկային միտում է որ խառնվես եւ կռիվը դադարեցնես հիմա շատ հաճախ դա իսպար դա վերանում է եւ այդ գիտեք այն ամենա տհաճ ձևով մարդուն պուջուրիկ, բայց նա մարդ է նվաստացնելով մենք խոսում ենք մարդկային երեխաների իրավունքների մասին, երեխայի ինչ իրավունքի մասին կարող է խոսել նվաստացնելով հանդերձ, չէ որ այդ տրավման, որը ստանում է երեխան, այդ ասենք թե երրորդ, չորրորդ, երկրորդ դասարանում նա եթե համապատասխան մասնագետի հետ չի աշխատում, նա ամբողջ կյանքով մեկ այդ տրավման տանում է իր հետ։ Այսօր դա շատ լուրջ հարց է։ Բացի դրանից, ես ունեցա մի դեպք, էլի մեր բավականի հայտնի դպրոցներից մեկում, իհարկե ես այդտեղ միտք չունեմ խոսելու, ասելու, որ դպրոցներում ինչ է եղել, այստեղ ամբողջ հարցը երևույթն է, որովհետև կարծում եմ, որ դպրոցների ղեկավարությունները եւս գիտեն, ղեկավարությունը գիտի ինչ է կատարում իրենց դպրոցում։ Ուրեմն մի երեխայի մասին եմ ուզում ասել, որը արմատներով Ղարաբաղցի է եղել, որի տատիկը առաջի պատերազմի ժամանակ կորցրել է իր պապիկին, պապիկն է մահացել, եւ մահացել է իր քեռին առաջի պատերազմի ժամանակ ու այդ երեխան եւ տատիկը հետո պատերազմից առաջ անմիջապես եկել է Երևան եւ հադրուտից են իրանք եւ առաջի ռումբը անկել առաջի ռումբերից մեկը ընկել է հենց իրանց տան վրա նա մնացել է առանց տուն այդ տենց ընտանիքի երեխա որը ծնվում է խուլ այդ երեխան ենթարկվում է բուլինգի այսինքն ինչ է ամենաուժեղ աղջիկը որը դասատուներից մեկի դուստերն է նա ստիպում է նա ջուրը թափում է ասում է մաքրի հատակը Այդ տեսեք ինչ այսինքն դա այդ բուլինգի դաշնության այո դա արդեն նույնիսկ բուլինգ բառը ինքը այո ինքը ավելի մեղմ է այդ տեսեք մենք ինչ դեպքերի հետ եւ եթե ես իմանամ ճիշտն ասած որ այդ դպրոցում դա չի վերածվել, ես արդեն դպրոցի անունը մյուս անգամ կտամ, կամ իմեջի վրա կտամ, ես դա ուղղակի, այո, դա պետք է մենք պետք է կանխենք, այո, դա կանխելը դա իմիջայլուց շատ հեշտ կարելի անել, ամեն մի դասարանը պետք է դպրոցը պետք է ունենա իր կանոնակարգը, իմիջայլուց Ինձ այստեղ հետաքրքիր է, եթե մենք հենց հիմնվենք այս օրինակի վրա, որը ինձ չափազանց արդեն մտահոգեց, Դասղեկը ուր է նայում։ Դասղեկը եկել է այդ երեխայի մամայի։ Դա դպրոցի պայմանավորվենք, որ ծրագրից հետո ես անպայման այդ դպրոցով կզբաղվեմ, որովհետև նման բան այլևս թույլատրել, նման օրինակ այլևս ունենալը, դա հանցագործություն է մեր հասարակության, մեր սերնդի եւ մեր նման ուսուցիչների համար։ Այո։ Շատ լավ։ Շնորհակալ եմ ձեզ։ Խնդիրը նման խնդիրը բարձրաձայնելու համար։ Այո, ես ինչ եմ, ես հիմա այստեղ ես ինչ եմ դա բարձրաձայնում, որտեղ ես շատ լավ հիշում եմ, երբ որ մի անգամ դուք հարց բարձրացրեցիք այն երեխայի նկատմամբ, որին ասել են էլի էր բուլինգ, որին ասել են Ղարաբաղցիներ եւ ասել են անհայրենիք։ Այո, իրան ասել են անհայրենիք, հա, երբ որ
դե խոսք չկա անգամ բնութագրելու այդ երեխան ինչ վիճակում կարող է եղած լինել ես գիտեք երբ որ ես այդ նյութը լսում էի ես հիշեցի դե անմիջապես երկրաշարժից հետո ես աշխատել եմ երեխաների հետ եւ ես հիշեցի մի երեխայի որը տեղափոխված էր Ղարաբաղից եւ որը եկել էր Կիրովական եւ Կիրովականում այն ժամանակավոր կացարանը փլվել էր երկրաշարժից եւ այդ մի խումբ երեխաներին մենք տարել էինք Մոսկվա միջև հիմա որ պատմեմ փշակաղում եմ եւ այդ երեխայի հետ Մոսկվայի ամենահայտնի մանկական հոգեբանները աշխատում են այդ երեխան չէր քնում նա ուղակի 8 տարեկան երեխա լինելով հանդերձ նա ուղակի ստրեսը այնքան շատ էր որ նա եւ այդ չէր քնում եւ այդ մասնագետները ասում են բայց մենք այսպեսի բան չենք տեսել որ իրենց շատ լավ Մուխինաներ եւ շատ իսկապես շատ լավ հոգեբաններ էին աշխատում եւ ես էլ այն ժամանակ քանի որ մենք ֆորս մաժորային հոգեբանությունից այդքան տեղեկություն չունենք ես իրենցից նաեւ սովորում եմ այդ ժամանակ հա եւ ինքը ասում էր ես այս բան չեմ տեսել որ այսինքն դե նախ այստեղ արդեն գալիս է էթնոհոգեբանական բաները որտեղ ամեն մի երեխան հայ երեխա է եւ երբ որ ինքը ենթարկվում է այդ բուլինգ կոչվածի երբ որ նա ինչ որ բացասական բանի է ենթարկում չէ որ այդտեղ նաեւ այն բոլոր բաները որ մենք ասենք թե ամեն մեկը մեր մեջ կրում է մեր ջարդերը մեր ճակատագրերը տատիկների պապիկների դա մի քիչ սկսում է ոչ թե մի քիչ այլ բավականին ուժեղ սկսում է գլուխ բարձրացնել մենք պետք է դրա մասին մտածենք այո եւ երևի ես կոչ եմ անում ներկայիս եւ առողջապահության եւ մանկավարժական բոլոր ատյաններին որ գուցե ինչ որ բուլինգի վերաբերվող օրենքի նման մի բան հանեն որ եթե դասարանում ասենք թե նման ինչ որ բան է տեղի ունենում դա պետք է իհարկե ինչ որ արդեն օրենքով դա պետք է սահմանափակված է կամ սահմանված լինի հա եթե ասենք թե ինչ որ կանոնավոր ինչ որ մի երեխա մյուսին ենթարկում է այդ կարգի բաներին ուրեմն եթե 1 2 3 այդ երեխային կամ հեռացնում են այն ինչ որ անում էր արվում էր սովետական դպրոցներում եթե նա չէր բանավ իրան ուղղակի դպրոցից կամ էլ թողնում էին երկրորդ դասարան կամ հեռացնում էին դպրոցից գուցե արդեն մենք ունենք այդ պահը որովհետև ամբողջ խնդիրը կայանում է նրանում որ լիքը բաներ շարունակվում են որտեղ մնում են անպատիժ պատիժը դա ինչ է պատիժը դա նաև կասեցնում է կանգնեցնում է նման ինչ ուզում լինի չէ եթե մարդը ինչ որ բան է գողանում նա պետք է պատժվի որ չգողանա եթե աստված ոչ անի մարդասպան է նա պետք է պատժվի եթե նա խուլիգանություն է անում բուլինգը ինչ է ապագա խուլիգանության սկիզբն է չէ փաստորեն դառնում հա դա իսկ խուլիգանությունը մենք նույնիսկ գիտենք եթե թեթև խուլիգանությունը արդեն նա իր համար կա համապատասխան պատասխան 15 այսպես ասած այդ օր կոչվածը եւ այլն գուցե դպրոցը ամեն դպրոցը եւ դա նախարարությունը դա գալիս է դպրոցի տնօրենի թուլությունից եւ նախարարությունը պետքա դա բանանի լինելով ավելի արդարամիտ ասեմ որ նախարարությունը չի կարող ամեն դպրոցում վերահսկողություն ճիշտ է բայց նա կարող օրենք ունենա նա կարող օրենք ունենա եթե այդ օրենքին չէ որ մենք ունենք օրենք եթե երեխան ասենք թե 8-ից է դասը սկսում եթե նա կանոնավոր 8-ից դասի չի գալիս ծնողին կանչում են եւ ինչ որ ասենք թե նա պետք է ինչ որ պատիժ պետք է լինի չէ նա արձագանք պետք է լինի սխալ արածի պետք է արձագանք լինի բայց այդտեղ ինչ հա թե մի այդ բոլորը եթե ինքը իր ծնողը աշխատում է նման նույն դպրոցում իրեն արդեն ոչ բան պետք չի ասել այս դեպքում պետք է առավել եւս նման ուսուցչին խայտարակել բարիս բուն իմաստով ծնող այդ ուսուցչական ժողովներ են չէ լինում ուսուցիչների ես զարմանում եմ որ ծնողական կոմիտեներն են ոչ մի բայց այսպես չկա որ ծնողի թուլություն հավանաբար երեխան տանը չի ասում որ իրեն դպրոցում նման կերպ ճնշում է ինչ որ մեկի երեխան այդ էլ կա այո երեխաները վախեցրած թե իրանց դասարանցիների կողմից թե
դասատուների կողմից նրանց արգելվում է տանը որևէ բան ասել։ Այո, կա այդ պահը։ Եվ ամեն երեխան արդեն վախեցված է, զապուգնի ռուսի ասած։ Նա արդեն վախեցած մտածում է, եթե նա տանը ասի, մաման անպայման կգա դպրոց եւ կլինի իրեն ավելի վատ։ Տեսեք, ինչ ատմոսֆերայում ենք մենք հիմա բանանում, գտնվում են մեր երեխաները, թոռները։ Դրա համար թող ասենք թե լինի խորհրդի նման մի բան, կլոր սեղան լինի, կոնֆլիկտների վերացման սեղաններ, այդ բոլոր բաները իմիջիալուց կա, գիտեք, դա UNIFEM-ը 2000-ականներին այդ բոլոր բաները նա Հայաստանի ծրագրերը նա մշակել է, բայց իհարկե դա հիմա ոչ ոք դրան չի հետևում, որովհետև մեկը մյուսի բարեկամներ եւ ծանոթ։ Եթե գրանտներ ունենան, եթե դրա դիմաց գումարներ ստանան, ավելի բուրըն կներկայացնեն լրագրողներ։ Հա, բայց մեր երեխաները դրանից ուժում են։ Տեսեք, Տիկին Ծատուրյան, մենք խոսեցինք բուն վտանգի, բուն պատճառների մասին։ Մոռացան երրորդ անձին ավելի խորքային մոտենան։ Այո, չէ, մենք ուղղակի չհասանք իրեն։ Չհասանք դրան։ Երրորդ անձը, ով նկարում է եւ դա հանրայնացնում է համացանցի միջոցով, թերևս հավասար մեղավորներից մեկն է։ Իհարկե, որովհետև դրանով նա դիմացինը ֆիզիկական հոգեբանական ցավ է պատճառում, հանրայնացնողը կրկնակի ցավ է պատճառում դա հանրայնացնելով։ Իհարկե, նա էլ է հանցակից։ Այո, նա չի մասնակցում, բայց այսինքն նա չի ֆիզիկական մասնակցություն չի ունենում, բայց այդ հանրայնացնելը դա ուրեմն այդ ինչ է նշանակում, որ դա ասենք թե առաջ, երբ որ չկային այդ ցանցերը, այդ բաները չկային, ասենք թե կռիվը եղավ, վեճը եղավ, ավարտվեց գնաց, իսկ հիմա դա արդեն դառնում է հանրությանը ու ավելի շատ քննարկվող, ավելի շատ եւ այլն, եւ տակի մեկնաբանություն գրողներն են նույնպես ինչ որտեղ դա մասնակից այդ ամենին թեկուս հերակա կերպով, բայց մասնակից, որովհետեւ տակի մեկնաբանությունները երբ երկու աղջիկ իրար ծեծում էին բոլորովին վերջերս անցյալ տարվա ավարտին, տակի մեկնաբանությունները Տիկին Ծատուրյան ավելի սարսափելի են, քան հենց բուն գործողությունը։ Իհարկե։ Եվ տակի մեկնաբանություն գրողները հիմնականում տղամարդիկ էին, 23-25 տարեկան։ Փոխարենը ամոթանք, փոխարենը տղամարդկային խոսք ասելու մի խայտարակ մեկնաբանություններ, ես ուզում եմ հասկանալ ազգի որակը, ազգին բնորոշ այդ չափորոշիչները ուր են իջել հասել, եթե կային գոնե ժամանակին որակային առումով թասիբ նամուս, հա, սենց ասել։ Եվ արգելափակումներ, ինչ-որ բաներ, այո։ Ընդհանրապես այս դաշտը շատ ներողություն, ընդհանրապես խիստ բաց թողված վիճակում է գտնվում։ Շատ։ Օրենքը բաց է այս դաշտում, այսինքն համացանցում անչափահասը ինչ ցանկանա հաշվի չառնելով դիմացինի իրավունքները, ինչ ցանկանա կարող է տեղադրել եւ տակը ի նման մտածող, իր որակին մտածող մարդիկ մեկնաբանություններ թողնել եւ տվյալ մարդուն հասնել նույնիսկ ինքնասպանության։ Մենք կարող ենք դա փաստել թե ոչ։ Իհարկե կարող ենք, բայց իհարկե երեխաները, որոնք շատ ծանր են տանում այդ բոլոր բաները, իրենք դառնում են ինքը նաև կոնֆլիկտոլոգիայի մեջ հասկացողություն կա ես եւ խումբը, այսինքն նա մնում է մենակ, ես հիմա եմ միջայլուց մի հատ այնց աղջիկ ունեմ 15 տարեկան, որը իր դպրոցում ամբողջ խմբի, ճիշտ է, ես տեղ չեմ կարող ասել, որ դա բուլինգ է, որովհետև իմ այցելուն ինքը ունի որոշակի բնավորության գծեր, որ նա չի ընկերանում, ստեղ նաև մենք դա էլ պետք է արդարության համար մենք պետք է դա բանանենք, ոչ թե որ նա շատ լավ աղջիկ է, բոլորի հետ շատ լավ է, նա լեզվանի, պատասխանող, ինչ որտեղ հաբրգած եւ նա, բայց նա հիմա մնում է մենակ, որի համար նա շատ ծանր է տանում այդ մենակ մնալը, բայց փոփոխության գնալը իրեն շատ դժվար է։ Նաև մենք այդ դեպքերն ունենք, համենայն դեպս խումբը կարող է ընկերություն չանել, որովհետև այդ աղջկա մոտ, ասենք նա չի հագնվում այնպես, ինչպես հագնվում է մնացած խումբը, հա, նա չունի այն հեռախոսը,
որը ասենք թե ունի խմբի անդամներ, սոցիալական, այո, սոցիալական, նա չի ենթարկվում ֆիզիկական ինչ-որ ասենք թե բաների, բայց համենայն դեպս դա մնում է հեռու, իրեն ոնց որ այն փոքր ժամանակ, որ ասում են չեն խաղացնում, իրեն չեն ընդգրկում։ Իր ագրեսիան գալիս է հենց իր մենությունից, Տիկին Ծատուրյան, ինքը մերժված է Այստեղ արդեն լավ հարց եք տալիս, այստեղ արդեն հավի եւ հավգիտի պատմությունն է, որն է առաջինը, որը երկրորդը։ Այստեղ նաև գալիս է նրանից, որ նա ինչ որ մեկի հետ նաև գիտեք ոնց այսօրվա Եդ որ ես ասեցի, հա, այն մարդիկ, որոնք սովորում են ասեք, թե սոցիալական որևէ խնդիրներ չունեն, ամեն դեպքում այդ երեխաները, այդ ընտանիքի երեխաները շատերը ամենայն դեպս բոլորի մասին չեմ կարող ասել, բայց իրենք երես տված երեխաներ են լինում։ Իրենք սովորեն, որ իրենց մոտ ամեն ինչը առաջի պահանջով նա արդեն նա ստանում է, նա այդպես հետո որ գրում է սոցիալիզացիայի, նա ընկերության մեջ տենց չի նում, եթե նա տան ասում է, ես այս տիկնիկն եմ ուզում իրեն վազելով հայրը, մայրը կամ տատիկ պապիկը իբրև կանոն տատիկ պապիկները իրեն առնում բերում են, լավ երեխայա բան ուզես, մենք հնարավորություն ունենք, սպասի մենք հերթական ինչ-որ բանը առնենք իրան, նա սովոր է մի անգամից, որ իր պահանջները կատարվեն, ապա այստեղ արդեն սոցիալիզացիայի մեջ այդ մենքը իր մոտ ձևավորված չի լինում, կստացի մենքը ձևավորվել է առհասարակ մեր ազգի խնդիրներից մեկն է, չէ՞, քանի որ մենք ունենք այդ մի քիչ շեղվում եմ, ես աղա, դու աղա, մեր աղա, ով աղա, եղունգ ունես գլուխդ քորի, համապատասխան արտահայտություններ ունենք։ Իստեղ այդ 14-15 տարեկանի մոտ նա այդ իր սոլիպսիզ բառը գալիս է սոլո բառից, որ նա միայնակա դա էլ է իր մեջ դա ձևավորված լինում եւ դրա համար նա չի կարողանում սոցիալիզացվել նաեւ։ Այստեղ այդ պահերն էլ կա, մենք պետք է արդար լինենք եւ օբյեկտիվ լինենք, բայց շատ հաճախ իհարկե այդ ջղայնությունը, գիտեք, այս վերջի տարիներին բուլինգի հիմքը ինչն է, ատելությունը։ Ատելությունն է, ու տեսեք, մենք կամած ոգեղենությունից հեռանում ենք եւ այդ ատելությունը, որը արդեն շատերը նույնիսկ մոռացել են դրա մասին, որ դա 7 մահացու մեղքերից այսինքն ես չեմ կարող ասել, որ մի մեղքն է ամենածանրը, բայց դա ծանրագույն մեղքերից մեկն է։ Մենք հեռացել ենք եւ այդ ատելության մեջ ծնողներն են գտնվում արմատներից մեկը եւ այդ դաշտի մեջ ձևավորվում են երեխաները։ Դրա համար էլ իր մեջ արդեն կա այդ ատելությունը, հասկանում եք։ Տիկին Ծատուրյան, շատ կարևոր բան ասացիք, ես կարծում եմ, եթե դուք ասում եք ատելություն է ձևավորվում, առաջին հերթին դուք էլ ասացիք, ես ուզում եմ շարունակել միտքը, որ դա գալիս է ընտանիքից։ Այո։ Որովհետեւ այսօրվա ընտանիքները իմ ընտանիքի նման չեն ամեն դեպքում տարիքային տարբերությունը ինչու՞մն է կայանում, որ երբեք իմ հայրն ու մայրը մեզ չեն թողել անուշադրության, ասել գնացեք, լավ այն ժամանակ հեռախոս չկար, գնացեք ձեր խաղալիքով խաղացեք։ Զբաղվել են մեզ հետ, խոսել են, շփվել են, մենք ընտանիքում եղել ենք լիարժեք ընտանիք։ Հիմա ընտանիքը լիարժեք է, կա եւ տատիկ, եւ պապիկ, ինչպես ասացիք, հայր, մայր, բայց ամեն մեկը իր հեռախոսով եւ երեխան ինչ անում, ստիպված իր մենությունը լրացնում է հեռախոսի մեջ։ Խաղեր խաղալով, որը հիմնականում իրենցից ներկայացնում են ագրեսիվ խաղեր, կրակոցներ, սպանենք, տանկով գնանք, դաշտը շահենք եւ այլն։ Կամ սինիկիտ, այդ սարսափելի բանը, կամ ինչ են անում, շփվում են մեկ ուրիշի հետ, մեկ ուրիշ մարդու հետ, չիմանալով հետևում ով է նստած, տարիքով ինչ է, սերով ինչ է, եւ դա արդեն տանում է առավել խորքային ուրիշ խնդիրների։ Իսկ ծնողները փոխարենը հետևողական լինեն, թե իրենց երեխաները հեռախոսի մեջ ինչ են անում, ասենք մի գիրք կարդալու կամ սպորտի գնալու կամ նկարելու փոխարեն, ասում են լավ, թող զբաղվի իր համար սենյակում։ Հասկանում եք, սա իր հերթին եւս կարծում եմ, այն ամենակարևոր խնդիրներից մեկն է։ Բացի դրանից, համարվում է, որ շատ adekvat եւ լավ է մեծանում մի երեխա, որին տատիկը խոսքով գոնե օրը մի անգամ կամ մայրը կամ հայրը միևնույն է ով հեքիաթ է կարդում։ Հիմա ես տեսել եմ դեպքեր, երբ որ 4 ամսական երեխայի առջև տրվում է հեռախոսը մուլտիկով եւ արդեն այդ կենթանի շփումը, այսինքն արդեն 4 ամսեկանից 6 ամսեկանից երեխան
արդեն սկզբից դե մայրը կերակրում է այդ պահին ձեռքով, բայց հետո արդեն այդ դա դառնում է իր ուղեցույցը եւ նա իր համար երեխայի համար այդ հեռախոսը, այդ գadget-ը դառնում է շատ ավելի կարեւոր կամ կենթանի շփումը։ Մանավանդ երբ որ ընտանիքում, այ դուք ասեցիք տատիկ, պապիկ, հայր, մայր, այն ընտանիքներում, որտեղ այնուամենայնիվ չեն զարգանում իբրև նուկլեար ընտանիքները այն ընտանիքներ են, որտեղ կան ծնողներ եւ երեխաներ միայն։ Եթե արդեն տատիկ եւ պապիկ կա, դա արդեն 3 սերունդ է եւ նաեւ մենք դեռ ունենք ընտանիքներ, որտեղ ասենք թե մամայի, պապայի, տատիկն ու պապիկն են ապրում, ասենք թե ավելի մեծ գերդաստաններով եւ այլն։ Եվ ստեղ ամեն մեկը սկսում է երեխային իր մոտեցումը ցույց տալ դաստիարակության, ասենք թե տատիկը պարզա տատիկի եւ մամայի մոտեցումը, պապիկի եւ պապայի մոտեցումը բացարձակապես տարբեր են, երեխան չի իմանում, որ մեկին լսի, նա դրա համար էլ է փախնում հեռախոսի մեջ, նաեւ դա փախուստի նման մի բան է, նա արդեն իր համար գտնում է իր համար սովորական կոմֆորտ զոնան է, որտեղ այնտեղ իրեն ոչ ոք նկատողություն չի ասում, որտեղ իրեն ոչ ոք չի ասում դաս սովորի, ոչ ոք չի ասում դворник կդառնաս եւ այլն, նա այնտեղ իրեն լավ է զգում, դա է իր միակ տեղը, իսկ դրանից արդեն սկսում է բխել այն բոլոր բաները, այսինքն որի մասին դուք արդեն ասեցիք, այսինքն այստեղ մենք ինչի հետ գործենք, մենք գործենք նրա հետ, որ երեխան բավականի փոքր տարիքից մեկուսանում է այդ ընտանիք, մի տանիքի տակ, ռուսերեն սեմյա 7 հատ եսը այդ վիճակից արդեն սկսում է հեռանալ, դրա համար մենքը չի ձևակերպում եւ հետո արդեն դեռահաս տարիքում արդեն լրիվ նա ունի իր աշխարհը, քանի անգամ ներկա է լինում, ասենք թե ծնունդ է, ընտանիքի անդամներից մեկի ծնունդն է, 8-9 հոգի նստած են սեղանին, 8-9 հոգին հեռախոսի մեջ են։ Դա ուղղակի այդ պարակտումը ընկերներով որոշում են սուրճ խմեն, շփվեն ու ամեն մեկը սուրճից դիմաց իր հեռախոսով շփվում է մեկ ուրիշի հետ։ Այսինքն սա նույնիսկ շփման պակասը չի, սա արդեն անհասկանալի թե ինչ է։ Դա իր շփումը այնտեղ է, նա արդեն ձևավորվում է, դրա մասին դեռ չեն խոսում, բայց դե ինչքանով որ մենք քանի որ պրակտիկ աշխատում ենք, սա արդեն ձևավորում է նոր ինչ որ հոմո սապիենսի մարդու նոր տեսակ է ձևավորում, որը ինքը ավելի բանա, նա այդ գadgetների մոլի է, նա բոլորովին դրա համար մենք որ մեր լեզվով, մեր իմացած արժեքներով իրեն ինչ որ բան ենք ասում, դրա համար մենք դառնում ենք անհասկանալի իրար համար, կոնտակտը վերանում է, մենք այդ դրա մասին էլ պետք է բանանենք, դրա համար ծնողը պետք է եւ նաեւ այդ վիճաբանությունը, հա, վրոջբա մենք խոսեցինք, որ բան ապահով ընտանիքներ են, բայց հորն ու մոր կամ երևացող կամ քողարկված կոնֆլիկտային իրավիճակահարց կիսուր հարաբերությունները դա անմիջապես դա ազդում է երեխայի ձևավորման վրա։ Գիտեք, ես գալիս եմ այն եզրակացության այնուամենայնիվ շատ ցավով սրտի, որ բաժանված ընտանիքների երեխաները շատ հաճախ շատ ավելի առանց կոնֆլիկտների են զարգանում, քան ասենք թե եթե մայրն ու հայրը ամբողջ օրը իրար հետ կռիվ անեն։ Դժբախտաբար, տեսեք, ես իբրև հոգեբան, որը իմ ամենակարևոր առաքելություններից մեկը նա է, որ ես ընտանիքը կարողանամ ամեն ձևով թե այս խոսքով, թե մասնավոր այդ աշխատանքի մեջ պահպանել, մեկ էլ դու տեսնես, որ բաժանված ընտանիքի երեխայի ներվերը շատ ավելի հանգիստ է լինում, քան մի երեխայի, որը ապրում է ոնց որ հրաբուխի բերանի։ Մշտապես վախով այսօր կռիվ կլինի տանը, թե չի լինի։ Դա ոնց տուն գա, կամ էլ օրինակ համար եթե ապրում է խմող պապայի, նա ամեն անգամ դուռը բացարում եւ մտածում է, պապան այսօր խմած է գալու, թե օյ, խմած, դա մի ահավոր բան է։ Այդ տեսեք մենք այսօր ինչի հետ գործ ունենք եւ այն դեպքում ուրեմն կոնտակտը մոր հետ է, սովորաբար երեխաները մնում են մամաների հետ, մոր հետ կոնտակտը ավելի լավ է լինում, քան այն դեպքում, երբ որ կողքից անընդհատ մաման անընդհատ կամ տատիկի կողմից կամ հայրիկի կողմից ինքը անընդհատ մայրը մոր արժեքը
իջեցվում է, հասկանում եք, դա շատ մենք իհարկե այդ ընտանիքների մասին են, մեզ լսողները չմտածեն, որ ամբողջ մեր հանրապետությունը հիմա այս վիճակի մեջ է, այո, մենք կոչ ենք անում խնդիրների մասին խոսելու, խորելու եւ այն ընտանիքները, որոնք ունեն այս խնդիրները, որոնք հասկանան ոնց կարելի է այդ խնդիրները լուծել, այդ դրա մասին է խոսքը։ Տիկին Ծատուրյան, քիչ առաջ դուք ասացիք հոգևորի մասին։ Այո։ Եվ ձեզ ճանաչողները շատ լավ գիտեն, թե դուք ինչքան եք կարևորում հոգևոր արժեքը։ Թեմայից դուրս թերևս ձեզ մի հարց, եթե թույլ կտաք։ Իհարկե։ Այն ինչ ցանկացած adekvat հայի, քրիստոնյայի եւ հայ առաքելական եկեղեցու հետևորդի պիտի հուզի դա այն է, ինչ կատարում է այժմ մեր առաքելական եկեղեցու հետ։ Այնինչ կատարում է մեր եկեղեցում, կցանկանայի ձեր մեկնաբանությունը, ես չեմ ուզում իմ ասել։ Այսօր մենք գտնվում ենք եւ ոչ միայն առհասարակ մեր բոլոր ոգեղեն արժեքները վերջի տարիների մեջ իրենք ունեցան շատ ուժեղ կատակլիզմային վիճակում ենք մենք ապրում, հա։ Մեզանից մեր առաջի դասարանցի երեխան, որպեսզի Մեսրոպ Մաշտոցի նկարը տեսնի, նա պետք է QR կոդով դրան մոտենա, նա պետք է մտնի QR կոդ։ Մեր մոտ Նարեկացու Մատյան որպեգությունից, որ մի քանի դրվագ սովորում էին 8-րդ, 9-րդ դասարանում, հիմա մտցրել են Կավկային մի հեղինակին, որը մահանալուց առաջ կտակել էր իր գործերը այրել եւ իր ընկերը, որը դե հասկացել էր, որ դրանից կարելի է շատ լավ գումար ստանալ, նա սկսում է հրապարակել իր աշխատությունները եւ աշխարհով մեկ տարածել վնասակար, խիստ հիվանդությանը տանող գրականություն, որը կարող է կարդալ անձը 30 տարեկանից հետո էնել նախապես պատրաստված լինելով հանդերձ։ Դա այն մի քանի բանն է, որը կամ էլ որ մենք ասենք թե ունենում ենք, որ ասենք թե երեխաներին այդ սեռական դաստիարակությունը ոնց դասավանդեն եւ այլն։ Այդ գիտեք, ես այս բոլոր բաները անցալում եմ, հիմա եկել ենք հասել ենք արդեն այսօրվա մեր խնդրին, որ մեր այդ տրադիցիային դա այդ ամբողջը ոչ թե ներկայիս ղեկավարության կաթողիկոսի նկատմամբ այս ամբողջը, այլ մեր, քանի որ մենք շատ այնուամենայնիվ շատ պինդ ենք պահում մեր տրադիցիաները, մենք կարող ենք ինչ-որ բաներ անել, բայց այնուամենայնիվ մենք անընդհատ վերադառնում ենք այդ բոլոր բաներին, ուզում են դա թուլացնել։ Գիտեք, հայրս այդ ուժերը, որոնք որ կարող է եւ դրսի, ես չեմ կարող ասել, որ ուժերը, ես կարող եմ ասել, որ դա է արում։ Չարենցի դպրոցի տեղը իմ հայրը ապրում էր այն ժամանակ Սվերդլով էր կոչում այդ փողոցի հիմա Բյուզան, Չարենցի դպրոցի տեղը կար եկեղեցի։ Եվ պապան պատմեր այդ եկեղեցին ոնց էին քանդում, բարիս բուն իմաստով սովետի ժամանակ, դա 37-36 թիվն էր, ասում եմ բանը եղավ, բերեցին համապատասխան մեծ գունդ էր մետաղական, այդ գնդով խփեցին սարքի վրա, եկեղեցին մնաց անկոտրուն, ինքը բան չեղավ։ Հետո երկրորդ անգամ խփեցին, վերջը իհարկե եկեղեցին քանդվեց, դա իհարկե այն ինֆորմացիան է, որը նույնիսկ հիմա ես որ դրա մասին խոսում եմ, ես կարող ահուզվեմ, այդ այսօրվա վիճակը ճիշտ ասած պապայի պատմածն է իմ մեջ արտնասնում, որ էլի խփում են, բայց տեսեք ամենահետաքրքիրն է, որ Չարենցի դպրոցի տեղը, եկեղեցու տեղը նախ դպրոց կառուցվեց, եւ երկրորդը ամենահետաքրքիր պարադոքսը կայանում է նրանում, որ երբ որ մեր նման ազգին, հին ազգին, երբ որ ազգային արժեքները փորձում են վնասել, դրանից ազգային ինքնությունը ավելի է պնդանում։ Ահա։ Այդ դա որովհետև ինչն է այստեղ մեր մեջ արտնանում, ազգայինը պահելը, պաշտպանելը, այս տարի նոր տարուն ես Զորավար եկեղեցում եմ նոր տարին դիմավորում, ուղղակի մտնել հնարավոր չէր այնքան մարդ
կար։ Ուղղակի ես հազիվ գիտեք այն բանի նման այսպես առաջ գալով տոտիկ մի քիչ գնացի մի հատ այնտեղ տեղ ունեմ պատի տակ, որ ամեն տարի այնտեղ եմ լինում նոր տարին սկսվելուց առաջ ու ես այնտեղ կանգնեցի, այ տեսեք ինչ բաներ կարող է լինել։ Դրա համար ինձ թվում է, քանի որ այնուամենայնիվ մենք մեր պատմությամբ եւ շատ բաներով, քանի որ մենք դեռ շատ եզակի ենք եւ տարբերվում ենք ամենայն դեպս դեռ այս ձեր սերունդը ձեզանից մի քիչ փոքրերը գուցե են երիտասարդները արդեն սկսում են փոխվել, դեռ ինձ թվում է մենք ավելի կպաշտպանենք եւ պետք է այդ մեր եղածը իմ սերունդը ինձանից փոքր եւ ինձանից մեծը փոխանցի իր եկող սերունդին այդ դաստիարակությունը, այդ արժեքները, որոնք իսկապես մեր ինքնության խորհրդանիշն են։ Իհարկե, բա ոնց, որովհետև դրանից, գիտեք, ես դե իմ աշխատանքը ինչ է, հոգեբանը դա առաջի դուրն է դեպի լուրջ հիվանդությունները, եթե անձը ինքը իրեն զրկում են ոգեղեն արժեքներից, իրեն զրկում են սուտ ֆիզիկական առողջությունից եւս։ Այդ դրա համար թող մարդիկ դա հասկանան, այս բոլոր կատակլիզմերը, այն որ մենք ասենք թե չենք դիմանում, որ ինչ որ բաներ ենք լսում, եւ դրա պատճառով մենք հետո գիշերները չենք քնում, մեր ճնշումները բարձրանում է, երիտասարդները ասենք թե դուրս են գալիս, ապստամբվում են եւ այլն, մենք սկսում ենք մեր առողջությունն է վնասում, իսկ մենք հին ազգ ենք ու մենք մեր առողջությանը պիտի վերաբերվենք ճիշտ այնպես, ինչպես վերաբերվում է մեծահասակ մարդը իր առողջությանը, ավելի խնամքով, քան ասենք թե երիտասարդը մի տեսակ առողջության մասին այդքան չի մտածում։ Մենք այսօր ունենք այդ վիճակը, որի համար համենայն դեպս մենք աշխատում ենք պայքարել եւ ինչ որ բաներ անել, որովհետեւ խոսքից ուժեղ դեղ չկա, ես այնուամենայնիվ մնում եմ այդ կարծիքին, այո, համոզմանը։ Հույս ունեմ, որ մենք իսկապես կպաշտպանենք եւ հույս ունեմ, որ կգա մի օր, որ մենք պարզապես պաշտպանելու կարիք չենք ունենա։ Դա Աստված։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր եւ կարեւոր մեսեջների համար, որը դուք ուղարկեցիք այսօր։ Շնորհակալություն։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ, խոստանում եմ։